Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս Կիրակի օրվա սերտողությունը մենք սիրով ձեզ մատուցում ենք, շարունակում ենք մեր սերտողությունը նոր կտակարանից նամակ հռոմեացիներին 15-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 1-ից 13 համարները։ Ուրեմն մենք շուտով կավարտենք նամակ հռոմեացիներին սերտողությունների շարանը ու կանցնենք հաջորդ գրքին։ Եվ մոտավորապես մի քանի շաբաթ է մեզ մնացել, ավարտելուց հետո ձեզ տեղյակ կպահենք, որ հաջորդ գիրքը որն է լինելու։ Ինչպես միշտ բոլորին մենք քաջալերում ենք, որ երբ որ այս պատգամը ստանում եք, անմիջապես եւ ամբողջությամբ դուք դիտեք սերտողությունը եւ փոխանցեք ձեր մտերիմներին, ձեր հարազատներին։ Դուք էլ ինքներդ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ Տիրոջ գործը կատարեք։ Հարգելիներս, ուզում եմ ձեզ նաեւ ասեմ, որ մեր առաքելությունը ուրեմն երկու լեզվով է հիմնականում սերտողություն կատարում՝ հայերեն լեզվով եւ անգլերեն լեզվով։ Խնդրեինք, որ յուրաքանչյուրը աղոթեիք մեր համար եւ մեր առաքելության համար, որպեսզի Տերը մեզ օրհնի եւ հնարավորություն տա շարունակենք մեր շաբաթական սերտողությունները հայերեն լեզվով չորեքշաբթի եւ կիրակի օրերը, իսկ անգլերեն լեզվով ուրբաթ օրերը։ Մենք կունենանք սերտողությունները նաեւ մեր այս նույն էջում, եթե մեզ դիտում եք YouTube-ով, YouTube-ի էջում է լինում հիմնականում անգլերեն սերտողությունները, իսկ հայերեն լեզվով մեր Facebook-ի էջում է տեղադրվում։ Հիմա եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար։ Տեր, մենք գալիս ենք խնդրելու, որ առաջի հերթին դու մեզ զորացնես քո խոսքերով, առաջնորդես քո խոսքերով եւ աշակերտես բոլորիս քո խոսքերով։ Աղոթում եմ, որ այս առաքելությունը Տեր Աստված իր գործը կատարի, քո կամքը կատարի, քո խոսքդ տարածելով համայն աշխարհով մեկ եւ Տեր հայ ժողովրդի եւ այլ ազգերի համար Տեր Աստված, ովքեր որ կլսեն հայերեն եւ թե անգլերեն, եւ Տեր, եթե հնարավորություն տաս, ինչու՞ չէ, սփռենք քո խոսքը տարբեր լեզուներով, որպիսի Տեր նպատակը քարոզչության եւ ավետարանության իրականացվի եւ ամենակարևորը քո խոսքերով աշակերտվենք բոլորս, փրկության ճանապարհը հասկանանք եւ իմանանք եւ պարզապես Տեր մենք փրկվենք քեզ ընդունելով եւ հավատալով։ Աղոթում ենք Հիսուս, որ այսօրվա սերտողությունը թող Սուրբ Հոգին մեզ միմիայն դասավանդի եւ ես աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես եւ զորացնես։ Աղոթում ենք այս ամենը քո Սուրբ անունով Հիսուս, ամեն։ Հարգելիներս, այսօրվա սերտողության վերնագիրն է եղիր անձնուրաց եւ եսակենտրոն եւ ոչ եսակենտրոն հավատի կյանքում։ Ուրեմն հավատը զոհաբերություն է պահանջում, ինչպես մեր Տիրոջ օրինակով Հիսուսով տեսանք, որ նա ինչ կատարեց մեր համար խաչի վրա։ Նույնը մենք պարտավոր ենք կատարելու եկեղեցու համար, Քրիստոսի մարմնի համար։ Պողոս առաքյալը շեշտում է կարևորությունը, որ հավատքի կյանքի մեջ, եկեղեցու մեջ կան ավելի զորավոր եւ կան ավելի տկար հավատացյալներ։ Իսկ որոնք որ զորավոր են, պարտականություն ունեն օգնելու, մխիթարելու, զորացնելու եւ հարգելու տկար հավատացյալներին։ Հիմա կտեսնենք մենք 1-ից 13 համարները ուսումնասիրելու դեպքում կհասկանանք, թե Պողոս առաքյալը մեզանից ինչ է պահանջում, Աստված ինչ է պահանջում պարզապես, որովհետև անհրաժեշտ է, որ մենք խաղաղությունը եւ միմյանց նկատմամբ սերը պահպանենք։ Եկեք անցնենք սերտողությանը 1-ից 7 համարները կկարդանք ու կուսումնասիրենք։ Գրած է. մենք որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել եւ ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինել։ Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ, նրան ամրապնդելու համար, որովհետև Քրիստոսն էլ ոչ թե ինքն իրեն հաճելի եղավ, այլ ինչպես որ գրված է,
քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան։ Սա էլ մեջբերում է Սաղմոսներ 69-րդ գլուխ 9 համար։ Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և գրքերի մխիթարությամբ հույս ունենանք, և համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի, որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։ Դրա համար միմյանց ընդունեք, ինչպես որ Քրիստոս ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։ Ուրեմն տեսնենք ինչ է մեզ բացատրում Պողոս առաքյալը։ Նա շարունակում է հավելել այն գաղափարը, որ հարկավոր է ուղղակի այն ինչ որ ինքը նախկին համարների մեջ մեզ սովորեցրել էր, որ կան ավելի զորեղ հավատացյալներ և նրանց նպատակը խրատալն ու բացատրելն է ավելի տկար հավատացյալներին։ Նրանց նպատակն է քաջալերել, նրանց նպատակն է զորացնել և օգնել տկար հավատացյալներին բարձրանալ հավատքի մեջ։ Եվ գիտեք ինչն է կարևոր, որ նայած որ մակարդակի վրա ես գտնվում հավատքի մեջ, որտեղ ես հասել, դա չի նշանակում, որ Աստված եթե օգնել է, բացել է ձեզ և տվել է հավելյալ գիտելիք կամ հասկացողություն Աստծու խոսքից, որ դա պետք է դուք ձեր մեջ միմիայն պահեք։ Հարկավոր է, որ այդ տված գիտելիքը, քանի որ Աստված ցանկություն է տվել ձեր մեջ Աստծու խոսքը սովորել և ավելի լավ իմանալ, հետևաբար այն ինչ որ ձեռք ես բերում Տիրոջ խոսքերից կարդալով և սովորելով, հարկավոր է փոխանցել և զորացնել այն ավելի տկար հավատացյալներին, և դրա համար ենք մենք մեր պատգամներից առաջ քաջալերում բոլորին, երբ որ ստանում եք այս պատգամը, դիտեք, սովորեք և ինքներդ փոխանցեք ձեր մտերիմներին և հարազատներին, որպեսզի օգտակար լինեք և ամրապնդեք մեկըդ մյուսին, հավատացյալներին, որ նրանք էլ աճեն ու զորանան հավատի կյանքում։ Սա է կարևոր։ Նա նորից թույլ հավատացյալներին է օրինակ բերում և հատուկ պարտականություն հանձնում, որ մենք մեր համար չգանք եկեղեցի, այսինքն մենք միայն մեր համար չսնվենք հոգևորապես ու աճենք հոգևորապես, այլ աճենք, զորանանք և այդ գանձը, որ ձեռք ենք բերել, որը Աստծու խոսքն է և հասկացողությունն է Աստծու խոսքի մեջ, սովորեցնենք մեր հավատքի քույրերին և եղբայրներին, որպեսզի նրանք էլ աճեն ու զորանան։ Եվ ինչու՞։ Տեսեք, ուրեմն նախկին համարների մեջ և նախկին գլուխների մեջ Պողոս առաքյալը խոսում էր տկար հավատացյալների մասին, ովքեր որ միս էին ուտում կամ չէին ուտում, այսինքն տկարների վերաբերյալ միս չէին ուտում, ինչ պատճառով, որտև այն ժամանակ միսը զոհ էին բերում, այսինքն զոհ էին բերում չաստվածներին, և այդ զոհը, այդ միսը, որ բերում էին, տանում էին շուկայում էին հանձնում և իրենց քահանաները չաստվածների պաշտամունքի համար նրանք վաճառում էին և այդ միսը, որը չաստվածների համար էր նպատակած, շուկայում դնում, ծախում էին, և գինը ավելի մահճելի էր, իհարկե բարձր որակի միս, ցածր գներով, եթե մենք մտածենք, պարզապես այսօրվա տվյալներով կամ այսօրվա օրինակով գիտենք, որ ամեն ինչի գինը պարզապես թանկացել է և այստեղ բացառիկ առիթ կա ավելի մահճելի գնով ապրանք գնել, բայց տկար հավատացյալը չէր ուտում այդ մսից, այսինքն չէր գնում այդ միսը ուտելու համար, որտև ասում էր, որ այդ միսը նվիրված է եղել չաստվածներին։ Ու Պողոս առաքյալը բացատրում է, որ այսինքն այդ սուտ աստվածները, որ գոյություն չունեն, իսկապես գոյություն չունեն, և եթե ձեզ հնարավորություն է տված, ազատություն է տված ուտել ամեն ինչ,
ուրեմն կերեք եւ թող խնդիր չլինի։ Հիմա այս նույն օրինակը ավելի ընդհանուր առմամբ, ոչ թե հատուկ ինչ որ մի օրինակով, Պողոս առաքյալը մեզ սովորեցնում է, որ անհրաժեշտ է, որ մենք մտածենք մեր հոգևոր քույրերի եւ եղբայրների մասին, իհարկե, երբ որ հաղորդություն կա եկեղեցու մարմնի մեջ, հավատացյալ տղամարդը շփվում է հավատացյալ տղամարդու հետ եւ եղբայրները երկուսը իրար հետ աշխատում են մեկը մյուսին, ինչպես որ գրված է, երկաթը երկաթին են սրում, անհրաժեշտ է, որ մեկը մյուսին զորացնելով երկուսն էլ հավատքի մեջ բարձրանան, բայց ամենակարևոր կետը, ինչպես որ հասկացանք, միաձայն, համաձայն եւ միավորված կերպով պաշտել Տեր Աստծուն առանց պառակտումների, առանց խնդիրների։ Սա է մեզ Պողոս առաքյալը սովորեցնում։ Եվ գիտեք, ինչ վերաբերվում է միասնության մասին, միասնությունն ու համերաշխության կոչ է իհարկե ինքը անում, որ բոլորը եկեղեցու մեջ, այսինքն Քրիստոսի մարմնի մեջ, լինեն իհարկե միասին, առողջ հոգևորապես։ Սա էլ թող փառք բերի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Արդեն եկեղեցու մեջ բավականին անիմաստ թեմաների վերաբերյալ շատ վեճեր կան, շատ խոսակցություններ, տարաձայնություններ եւ այլն։ Ու Աստծու համար անհրաժեշտ է, որ իր հավատացյալները պարզապես համերաշխ ու միասին, միաձայն ծառայեն իրեն եւ կատարեն իր կամքը։ Մեր օրինակն էլ Սուրբ Երրորդությունն է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, եւ ինչպես երեք անձեր են համարվում որպես Աստված, երեքի մեջ համաձայնություն կա, երեքն էլ աշխատում են միաձայն, միասին, միասնական եւ համարվում են մեկ Աստված։ Եկեք անցնենք 8-ից 13 համարները, տեսնենք մեզ ինչ է Պողոս առաքյալը հավելյալ սովորեցնում։ Ուրեմն գրած է. բայց ասում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծու ճշմարտության համար թլպատվածների սպասավոր եղավ, որպիսի հայրերին տրված խոստումները հաստատի։ Իսկ հեթանոսները ողորմության համար փառավորում են Աստծուն, ինչպես որ գրված է. դրա համար գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ ու քո անվանը սաղմոս պիտի երգեմ։ Եթե դարձյալ ասում է ուրախացեք հեթանոսներ նրա ժողովրդի հետ, եւ դարձյալ օրհնեք Տիրոջը բոլոր հեթանոսներ եւ գովեք նրան բոլոր ժողովուրդներ։ Եվ դարձյալ Եսայի ասում է. Հեսեի արմատը պիտի ելնի եւ նա որ հեթանոսների իշխան պիտի կանգնի, հեթանոսները հույսը նրա վրա պիտի դնեն, եւ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ եւ խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։ Ուրեմն այս համարներում էլ Պողոս առաքյալը իր առաքելության մասին է խոսում, որպեսզի հեթանոսների առաքյալը եւ Աստծու վաղուց հաստատված ծրագիրը հեթանոսների համար, որ նրանք էլ հավատի գան ու Տիրոջ ընտանիքին միավորվեն։ Վերջի խոսքն էլ հույսի մասին է նա խոսում ու հիշեցնում է, որ Աստծով մենք ունենք մեծ հույս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստն է ու մեր միացումն է հափշտակման օրը, երբ մենք, ովքեր որ կենդանի ենք, կմիանանք մեր Տիրոջ հետ օդի մեջ։ Իհարկե նրանք, որ արդեն մեռել են, սկզբից հարություն կառնեն ու օդի մեջ կմիանան Հիսուսին եւ կվերադառնանք Հիսուսի հետ հազարամյակը նրա հետ աշխարհում անցկացնելու եւ իշխելու։ Կարևոր կետն այն է, որ Պողոս առաքյալը բացատրում է հավատքը նոր ուխտը միայն հրեաների համար չի։ Աստված խոսք է տվել եւ իր խոսքերի մեջ
հին կտակարանից էր բոլոր այս մեջբերումները արած։ Օրինակ 2-րդ Թագավորաց 22-րդ գլուխ 50 համար, Սաղմոսների գիրք 18-րդ գլուխ 49 համար եւ այլն։ Պողոս առաքյալը հիշեցնում է բոլոր հավատացյալներին, որ Աստծո խոսքը միմիայն հրեաների համար չի եւ տրված է իհարկե բոլոր ազգերի համար, որտեղ Աստծո նպատակն է, որ բոլորը փրկվեն, բոլորը վերամիավորվեն, որովհետև մարդկությունը իր ստեղծագործությունն է իր պատկերով ստեղծված։ Հետևաբար մենք էլ նույնպես այս մտադրությամբ, այս մտածելակերպով եւ հոգեբանությամբ ապրելով անհրաժեշտ է, որ սկզբից մենք ավետարանը մեր մտերիմներին եւ հարազատներին քարոզենք եւ կիսվենք ու մյուս մեր այսինքն այն մարդկանց, ովքեր որ մենք առօրյա շփում ունենք, սկսենք բարեկամներով, հարազատներով, անցնենք անծանոթներին եւ ինչու ոչ իհարկե ամբողջ աշխարհին քարոզենք ու կիսվենք Աստծո խոսքը, որպեսզի բոլորը իմանան Հիսուսի մասին եւ բոլորը ապաշխարության գան ու բոլորը փրկվեն։ Սա է միտքը եւ ուսուցումը Պողոս առաքյալի, ասելով, որ մի մտածեք, որ միայն այս նոր ուխտը հրեաների համար է, այլ բոլոր ազգերի համար է։ Եվ հույսի Աստվածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, նաև տարբեր համարներում եւ տարբեր գրքերի մեջ Նոր Կտակարանում գրում է, որ իհարկե փորձության եւ դժվարության ժամանակ այդ հույսը, որ մենք ունենք Հիսուսի մեջ, թող մեզ քաջալերի, որ բոլոր դժվարությունները հաղթահարենք նրանով եւ թեկուզ մեր հավատքի համար մենք մարտիրոսվենք, նահատակվենք, մենք պետք է այդ ընթացքում նաև երջանիկ լինենք, ուրախ լինենք, որովհետև այն ինչ որ մենք անում ենք երկնքի արքայության համար ենք անում, մեր Աստծո համար ենք անում եւ կատարում ենք նրա կամքը եւ նրա ծրագիրը։ Աղոթում եմ, որ այս պատգամը ձեր համար օրհնանք էր, շարունակեք կարդալ եւ սովորել Աստծո խոսքը, Աստված թող ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։